Դուք արդեն մասնակցել եք նրա շոուին։ Այո, ես եղել եմ։ Ինչ։ Շատ հիանալի էր։ Մոտավոր 10 ժամ եղել եմ Նա հերթի հիմար մեջ։ է։ Ոնց թե հիմար։ 10 ժամ հերթ ես կանգնել։ Նրա համերգը շատ լավն էր։ Իսրայելը սկսել է պատերազմ հենց այնտեղ, որտեղ որ Գազան է։ Այն բանից հետո, երբ որ Համասի շարժումը խախտեց հրադադարի պայմանագիրը, հենց գիշերով Իսրայելի զինված ուժերը ոչնչացրին Գազայի կողմից արձակված հրթիռը։ Երեխեք նկատել եք ինչքան վատ բաներ են վերջին ժամանակներում լինում իրար հետևից։ Պատերազմ, համաճարակներ եւ այդ գլոբալ տաքացումները հիմա։ է, որ կրակի մեջ է Մի երկիրը։ չափազանցրեք, Ժուլիա։ Դա նորմալ է։ Ժամանակ առ ժամանակ կատարվում է նման բաներ։ Դու նման ես այն վատ լրատվամիջոցներին։ Իրոք, երբ որ ես դեռահաս էի, իմ տատիկը ինձ տանում էր եկեղեցի։ Ինչ։ Դու հավատացյալ ես եղել։ Ով քեզ նայի, չասի, որ եկեղեցուց ես եղել։ Վերջացրու, թող նրա խոսի։ Երբ որ ես եկեղեցում էի, ես աստվածաշնչյան պատմություններ էի լսում, եւ ամեն բան արդեն ասվել է այս օրերի մասին։ Խաբեություն է, այդ ամենը խաբեություն է։ Իսկ դու ոչինչ չես ասելու։ Ըստ Աստվածաշնչի, ես հավատում եմ, որ մենք ապրում ենք վերջին օրերում։ Օ, ոչ, հավատացյալների խոսակցություն դարձավ։ Մեկ րոպե սպասեք։ Այստեղ ուրիշ հավատացյալներ կա։ Աստված սիրեք։ Դե հերիք է էլի, թող խոսի։ Սա շատ լուրջ է։ Ինձ Աստվածաշունչ են նվիրել եւ հենց այնտեղ ապոկալիպսիսի մասին է խոսվում։ Աստվածաշնչի վերջին գրքի մասին է Այո, խոսքը։ հենց այդ գիրքը։ Ինչպես է կոչվում այդ գիրքը։ Երկիրը կայրվի կրակով։ Այն տիպի գրքերից են, որ հերոսները վերջում պետք է գան եւ փրկեն մեզ։ Գրքում ասվում է, որ այս բոլոր պատերազմները, կլիմայական աղետները, համաճարակները դա հսկայական տանջանքների սկիզբն է, բայց հսկայական աղետը տեղի կունենա միայն եկեղեցու հափշտակությունից հետո։ Այո, անձամբ ես հավատում եմ։ Ես հիշում եմ դրա մասին։ Այն օրը, երբ Հիսուսը իր եկեղեցին կվերցնի եւ իրական քրիստոնյաները կանհետանան։ Լուրջ։ Դուք բոլորը դրան հավատում եք։ Փաստը, որը գրված է այս գրքում, համընկնում է Աստվածաշնչի եւ իրականության հետ։ Այո, ես նույնպես գիտեմ, որ դժվար օրեր են գալու, բայց որ հանկարծակի մարդիկ կանհետանան, դա չափից դուրս է։ Դու հավատում ես դրան։ Հիմա ես հիշում եմ այն ամենի մասին, ինչ որ տատիկս ինձ խորհուրդ էր տալիս, որ այս երկիրը կրակով այրվելու է։ Իհարկե ես հավատում եմ։ Բոլոր փաստերը դա են ցույց տալիս։ Շատ շնորհակալություն, ապել։ Շնորհակալություն, որ այնպես արեցիր, որ իմ ընկերուհին գժվի։ Հիսուս, Աստվածաշունչ, Ժուլիա, գնանք քնելու։ Եվ թող հաջողված հափշտակություն լինի։ Եվ դրախտից մեզ լուրեր կուղարկես։ Ընկերներ, ես նույնպես գնամ։ Գնում եմ մի քիչ վիճոխաղեր խաղամ։ Հանգստացիր, ընկերս։ Ամեն բան լավ կլինի։ Դադարեք կարդալ այս գիրքը։ Դու արդեն խելագարվում ես։ Այո, ես էլ կգնամ։ Կդիտեմ ֆիլմեր կամ սերիալներ։ Ես նույնիսկ մի քիչ հավատացի, բայց ինձ թվում է, որ գիրքը չափազանցված է։ Նույնիսկ այն, որ մարդիկ պետք է հափշտակվեն։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Այ, ամեն մեկը մտածում եւ հավատում է նրան, ինչին որ ինքն է ուզում։ dia o sol não vai brilhar no céu e dirão se apagou na escuridão. Սիրելիս, ամեն բան նորմալ է։ Dia não haverá mais o amanhã, não. Só o som que o ar produz na escuridão. Դու հավատացյալ ես եղել։ Ով քեզ նայից չասի, որ եկեղեցուց ես եղել։ Արի մոտս։
Չէ, չեմ ուզում։ Դեմ չես լինի, որ ուղակի քնենք այսօր։ Սա ինչ է։ Ես չեմ կարող հավատալ, որ դու մտածում ես այն ամենի մասին, ինչ որ ասում էր Աբելը։ Ես ուղակի ուզում եմ քնել։ Dia os que vivem aqui sem Deus chorarão. Բարի երեկոյին, սիրելի ընկերներ։ Ես գիտեմ, որ ձեզ ճիշտն եմ ասել։ Դա իմ որոշումն է։ Ես ընդունել եմ Հիսուս Քրիստոսին, ես հավատում եմ, որ նա կվերադառնա։ Ես ձեզ նույնպես ուզում եմ փոխանցել այդ համարձակությունը, որ դուք էլ դա անեք։ Ես մտածում եմ, որ մենք ապրում ենք վերջին ժամանակներում։ Բարի գիշեր ձեզ։ E o tempo é hoje quando Այ Աբել, ինչի համար է սա։ Նորից այդ խոսակցությունը։ Գնա քնելու։ Վայ, Աբել, գնա քնելու։ Արի Անուշս, սիրունս, իմ կյանքի գեղեցկուհի։ Արի այստեղ։ Ես մտածում եմ, որ մենք ապրում ենք վերջին ժամանակներում։ Բարի գիշեր ձեզ։ Սրբեջ։ porque viver a vida aqui sem Deus pra chorar. Օ Տեր իմ Աստված, ես չեմ ուզում մնալ։ Ես գիտեմ, որ ես մեղքի մեջ եմ ապրում։ Բայց ես այն թողում եմ հենց հիմա։ Ես ընդունում եմ քեզ ամբողջ սրտով։ Ես իմ փրկությունն եմ ուզում։ Deixes que o teu coração sofra mais como o pesar da escuridão. Ջոլիա, Ջոնաթան, ձեր լույսներն են տարել։ Ով անջատեց։ Ջուլիա։ Սիրելիս, բացիր դուրը խոսենք։ Ջուլիա, լույսերը տարել են թաղամասում։ Իմ գեղեցկուհի, արի խոսենք։ Ինչ է կատարվում, չեմ հասկանում։ Ինչ լավ է, որ դուք այստեղ եք ընկերներ։ Որտեղ է Ջոլիան։ Նա այնտեղ է, փակվել է զուգարանում, եւ դուրս չի գալիս այդտեղից։ Ջոլիա, դու որտեղ ես։ Լուիզան է։ Ջոլիա, դուրս արի։ Ժուլիա, մենք պետք է գնանք։ Դե դուրս արի, լույսերը տարել են։ Որտեղ է նա։ Ժու։ Որտեղ է իմ ընկերուհին։ Ես մտածում էի նա այստեղ է։ Նա այստեղ էր։ Նա էր մտել զուգարան։ Դուք ինքներդ եք տեսել, որ դուռը փակ էր։ Որտեղ է Աբելը։ Աբել։ Աբել։ Նա որտեղ է։ Աբել, Ժուլիա։ Աբել։ Նա որտեղ է։ Նրա իրերը այստեղ են։ Ընկերներ, ահա այն գիրքը, որի մասին նա խոսում էր։ Մի էջի վրա նշում կա։ Նա ճիշտ է։ Ահա թե ինչ է այստեղ գրված։ Նա խոսում էր դրա մասին։ Իմ ընկերուհին կորել է։ Եթե դուք նայում եք այս տեսահոլովակը, օգնեք մեզ։ Իմ ընկերուհին անհետացել է։ Մեր ընկերը անհետացել է։ Դա ճիշտ է, հափշտակությունը տեղի ունեցավ։ Հիսուսը վերադարձել է։ Մենք մնացել ենք։
Օ Աստվածին։ Եթե ձեզ հետաքրքրում է հայտնության գիրքը, մենք ձեզ հրավիրում ենք հայտնության գրքի ուսուցմանը։ Հարկավոր է նախապես գրանցվել։ Կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։ Հասցեն Ազատության պողոտա 13/1